Բաքվում Իսրայելի տան համակարգող Իրանի հարցերով փորձագետ Լև Սպիվակը հարցազրույց է տվել ադրբեջանական իշխանամետ Մինվալ Կետազին և զարգացրել այն տեսակետը, որ Իրանի դեմ նոր պատերազմն անխուսափելի է։ Նրա գնահատմամբ դժվար է կանխատեսել, թե երբ և ինչպես կհասցվի նոր հարվածը, բայց ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա։ Իսրայելցի փորձագետն այդ գնահատականը հիմնավորում է նրանով, որ չնայած Գազայում 2 տարի ընթացող պատերազմին, Համասը ոչ միայն չի պարտվել, այլև թույլ է տալիս առարկել ԱՄՆ նախագահին և նրա առաջարկած կարգավորման ծրագրի դեմ առարկություններ է ներկայացնում։ Սպիվակի դիտարկմամբ, թեև Հզբալլան ներկայումս նիրհած է, իսկ հութիները ենթարկվում են պատժիչ հարվածների, ամեն վայրկյան կարող է իրավիճակ փոխվել։ Նա համարում է, որ միջուկային Իրանը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև արաբական երկրների և Ադրբեջանի համար։ Իսրայելցի փորձագետը գնահատում է Իրանի պատասխան հնարավորությունները և եզրահանգում, որ թեև իրանական օդուժի համար Իսրայելի տարածքն անհասանելի է, բայց հարձակման կարող են ենթարկվել տարածաշրջանում հրեական պետության դաշնակիցները։ Ակնհայտ է, որ այդ հարցազրույցը կազմակերպվել է Իսրայելի և Ադրբեջանի պատկան մարմինների և քաղաքական վերնախավի համաձայնությամբ։ Սպիվակի ենթադրությունների հետագիծը բավական ընդարձակ է, եզրահանգումները խիստ զգաստացնող։ Այս առումով խնդիր է, թե որն է ադրբեջանական մամուլում բացահայտ հակաիրանական այս հրապարակման բուն մոտիվացիան։ Բաքուն Իրանի դեմ նոր պատերազմ է կանխատեսում, թե Իսրայելի կառավարությունն Ալիևին ինչ-որ բան է հասկացնում։ Դա սակայն իսրայելա-ադրբեջանական, որոշ իմաստով նաև թուրք-ադրբեջանական հարաբերությունների տիրույթի խնդիր է։ Չափազանց էական է, որ Գազայում հրադադարի հաստատման ամերիկյան նախաձեռնությունը կարող է Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստության խորքային իմաստ ունենալ։ Բացառված չէ, որ Գազայի և Պաղեստինի պետականության հարցում արաբա-իսլամական աշխարհին զիջումներ անելու դիմաց ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում փորձի ձևավորել հակաիրանական լայն կոալիցիա։ Իրանը լրջագույն խնդիրներ ունի Պարսից ծոցի արաբական միապետությունների հետ։ Դրանց կարող է գումարվել նաև իրано-ադրբեջանական լարվածությունը։ Եթե նման սցենար առնվազն դիտարկվում է, ապա Հայաստանի համար դա մարտահրավեր է։ Ինչպես 2024 թվականին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի դահլիճը կիսադատարկ էր։ Այդ մասին գրում է Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը և ավելացնում, որ արաբական երկրների պատվիրակություններն առհասարակ բոյկոտել են Նեթանյահուի ելույթը, իսկ որոշ պատվիրակներ նրան առարկել են հենց տեղում։ Շնորհակալություն Մեհրիբան Խանումին, որ հասցրել է լուսանկարել և մեր ժողովրդին ներկայացնել իր խայտառակությունը։ ՄԱԿ-ում Իլհամ Ալիևի ելույթի մասին Facebook-ի անձնական էջում գրառում է կատարել ադրբեջանցի վտարանդի լրագրող Գանիմեդ Զահիդովը։ Նա ծաղրել է, որ եթե Ալիևը Նյու Յորք չմեկներ ընտանիքի անդամների հետ, ապա Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նրա ելույթը լսող 2 մարդ կլիներ միայն՝ արտգործնախարար Բայրամովը և իր օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նեթանյահուի ելույթի հետ կապված բողոքի ակցիաները տրամաբանական և սպասված էին։ Նեթանյահուն դիմադիր է կանգնել ՄԱԿ-ում անդամ ավելի քան 150 պետության և սպառնում է անեքսիայի ենթարկել պաղեստինյան բոլոր տարածքները։ Այդ հարցում նրա մոտեցումը չի կիսում նույնիսկ ԱՄՆ-ը, իսկ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան ճանաչել են Պաղեստինի անկախությունը։ Որն է Ալիևի ելույթին միջազգային հանրության անտարբեր կամ թերևս բացասական վերաբերմունքի պատճառը։ Չէ՞ որ Թուրքիան, Իսլամական համագործակցության կազմակերպության ԹՊԿ անդամ երկրները գոնե կարող էին որոշակի ներկայություն ապահովել։ Մեհրիբան Ալիևայի տարածած լուսանկարներից պարզ է դառնում, որ Ալիևը ելույթին դահլիճում ներկա է գտնվել ավելի քան 10 ունկնդիր։ Դա կարելի է համարել նրա անձի, Ադրբեջանի պետության և նրա արտաքին քաղաքականության հանդեպ բացասական վերաբերմունքի դրսևորում։ Սա ամենևին էլ հռետորական հարց չէ։ Ակնհայտ է, որ Ալիևը Նյու Յորք է մեկնել և ՄԱԿ-ում ելույթ ունեցել, որպեսզի միջազգայնացնի պատերազմում հաղթողի իրավունքով խաղաղություն կառուցողի ֆենոմեն։ Բաքվի պաշտոնական քարոզչությունը երկրորդ օրն է զարգացնում է Հարավային Կովկասի նոր ստատուս քվոյի ճարտարապետն Ադրբեջանի նախագահն է թեզը։
Նաթանյահուի մասին միջազգային մամուլը գրում է, որ նա մեկուսացված է եւ փորձում է նույնը վերագրել նաեւ Միացյալ Նահանգներին։ Ալիևը քաղաքակրթական առումով մեկուսացված է։ Երեկ առավոտյան հրապարակված իմ գրառումից հետո Փաշինյանն այնուամենայնիվ արձագանքեց Ալիևին, որը օգտագործել էր Զանգեզուրի միջանցք արտահայտությունը նաև ՄԱԿ-ի ամբիոնից։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերում չկա, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում երբեք չի եղել։ Կարծում եմ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունն օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ այն ընկալվում է որպես տարածքային հավակնություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին ելույթ ունենալով հայտարարել է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ալիևը, եթե անգամ տերմինների շուրջ կա բանավեճ։ Բնականաբար լինելու է բանավեճ նաև բովանդակության վերաբերյալ, որովհետև Ալիևի ընկալմամբ նա միջանցք է ստացել, իսկ Փաշինյանի ընկալումները ոչ մեկի համար պարզ չեն։ Եվ այդ անհամաձայնությունները մեր ժողովրդին ներկայացվում և վաճառվում են որպես, այսպես ասած, հաղթանակ և հաստատված խաղաղություն, կարճ ասած, Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ կոնսենսուս չկա։ Այժմ, քանի որ Հայաստանն իդեմս Փաշինյանի չի ստացել անվտանգության երաշխիքներ և չի պահանջել ստեղծել անվտանգության ապահովման և վեճերի կարգավորման մեխանիզմներ, իսկ փաստացի առկա է ֆունդամենտալ խնդիր։ Նա պարտավոր է զանգահարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, կարծես թե հայտարարվել էր, որ դա է խնդիրների լուծման միակ միջոցը։ Վերջերս ինչ-որ մեկը գլուխ էր գովում, որ Թրամփի WhatsApp-ի համարը ունեք, բա զանգիր, հենց WhatsApp-ով էլ զանգիր։ 2020 թվականից հետո ունեցել ենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանին փոխանցվել են շրջաններ Արցախի շուրջ, փոխանցվել են ռազմական մեծ նշանակություն ունեցող դիրքեր Ստեփանակերտի վերևում Շուշիում տեղակայված էին ադրբեջանական զորքերը։ Այս իրավիճակում ասել մնայինք, պայքարեիք, ես լուրջ չեմ համարում։ Եռաբլուրում հայտարարել է Սամվել Շահրամանյանը, նրա խոսքը մեջբերել է Առավոտը։ Սամվել Շահրամանյանը 44-օրյա պատերազմի փուլում զբաղեցրել է Արցախի ռազմահայրենասիրական դաստիարակության և սպորտի նախարարի, իսկ մինչ այդ ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Մի իրավիճակում, որն ինքն է արդարացիորեն պատկերել, երբ ադրբեջանական բանակը դիրքեր ուներ Ստեփանակերտից ուղիղ գծով առավելագույնը 1-1.5 կիլոմետր հեռավորության վրա, նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի 22 պատգամավորի կողմից ընտրվել նախագահ, պաշտոնը ստանձնելիս երդվել, որ Արցախը կունենա կարգավիճակ և Հայաստանի հետ ցամաքային ուղղակի հաղորդակցություն։ 44-օրյա պատերազմից 5 Արցախի ամբողջ օկուպացիայից, նրա պետականության լուծարումից և բնակչության ամբողջական բռնատեղահանությունից 2 տարի անց Սամվել Շահրամանյանն իրավիճակը բնութագրում է այնպես, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախում ոչ միայն պայքարելու, այլև մնալու հնարավորություն չի ունեցել։ Եթե իրավիճակը գնահատենք լայնքով, երկայնքով և խորքով, ապա պիտի ընդունենք, որ նա ճիշտ է ասում։ Պարտությունից հետո Արցախում այլևս անհնար էր ապրել այնպես, ինչպես նախընտրած ավելի քան 25 տարիներին։ Թե ինչու այդ գնահատականը չի ձևակերպվել և չի ներկայացվել նոյեմբերի 10-ից հետո ՌԴ խաղաղապահ զորախմբի անվտանգության երաշխիքներին հավատացած և Արցախ վերադարձած 120,000 մարդու, այս հարցի հասցեատերն անշուշտ միայն Սամվել Շահրամանյանը չէ, բայց որ նա որոշում կայացնողների քաղաքական թիմի անդամ, իսկ ամենավերջում ճակատագրական վճիռ կայացնողն է եղել, դա էլ անառարկելի ճշմարտություն է։ Այս իրողությունից ելնելով թվում է նա մի օր պետք է ասի, թե ով և ինչու է 2022 թվականի ամռանը Ստեփանակերտում Արցախը հռչակել սարդարապատ։ Եթե ի սկզբանե բոլորն էլ գիտեին և համոզված էին, որ երբ Շուշիում ադրբեջանական զորք է կանգնած, Ստեփանակերտը չի կարող անկախ Արցախի մայրաքաղաք լինել։